Փառավորյալ երկնային Տերս փառք քեզ, փառք պատիվ մեծարան քեզ։ Եսայա 7:14 խոսքում ասում է. ահա Տերը նշան ցույց կտա ձեզ, կույսը կհղիանա, որդի կծնի և նրա անունը կդնեն Էմանուել։ Այո Տեր, շնորհակալ ենք Էմանուելի համար, որ նրան ուղարկեցիր Հայր, որպեսզի ծնվի, ոչ միայն ծնվի մեր մեջ, այլ ծնվի մեր սրտերի մեջ։ Շնորհակալ եմ Տերս, որ դու քո որդուն չխնայեցիր և ուղարկեցիր երկիր, որ նա մարթանա ու բնակվի մեր մեջ։ Դու արեցիր մարդկության փրկության համար այդ ամենը, և ամեն տարի մեծ շուքով և խանդավառությամբ ուզում ենք տոնել, ցնցալ, ուրախանալ քո որդու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդով։ Շնորհակալ եմ, որ այդ ուրախությունը պարգևեցիր մեզ, և հիմա կխնդրեմ բոլոր նրանց համար, Հայրս, ովքեր որ դեռ չունեն այդ ցնծությունն ու ուրախությունը, ովքեր դեռ չեն ճաշակել այդ ուրախությունը, Հայր, ում սրտերի մեջ դու դեռ չես ծնվել, սկսած մեր ընտանիքներից մինչև ազգերն ու ժողովուրդները։ Խնդրում եմ Տերս, ծնվիր բոլորի սրտերում, տուր այդ ուրախությունն ու ցնծությունը, տուր այդ փրկության գրավադիրը, որպեսզի մարդիկ հասկանան, թե դու ինչու եկար երկիր, Հայր։ Շնորհակալ եմ իմ Աստված և հավատում եմ, որ ամեն մեկ մարդու փրկության համար երկինքը ցնծում և ուրախանում է։ Մենք ինչ էլ որ անենք, Տեր, ոչինչ չենք կարող նվիրել, բայց մարդկության փրկությունը դա կլինի ամենամեծ նվերը քեզ համար։ Թող այդ բյուրավորների անունները, որ այդ ծննդյան գիշեր կգրվեն կյանքի գրքում, թող լինի ամենամեծագույն նվերը քեզ համար։ Շնորհակալ եմ Հայրս և հավատում եմ, որ դու լսում ես իմ այս աղոթքը, իմ աղերսանքը ու պատասխանելու ես։ Շնորհակալ եմ, որովհետև գիտեմ, որ դու աղոթք լսող և պատասխանող Աստված ես ու Հայր ես։ Շնորհակալ եմ Տերս նախօրոք գոհանում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր փրկվող մարդկանց համար ու այն գալիքների համար, որոնք որ քո ծնունդով նոր ծնունդ կունենան ու կունենան այդ ցնծությունն ու ուրախությունը իրանց սրտերի մեջ ու իրենց ողջ կյանքի ընթացքում կփառավորեն Հայրը, Որդուն և Սուրբ Հոգուն, քանի որ միայն դուք եք արժանի վերցնելու ոչ փառքը, պատիվը, մեծարանքը հավիտյանս հավիտենից ամեն ու ամեն։